դերձոր զգույշ քայլիր անապատով սա սովորական ավազ չէ սա ավազե ճերմակ վիրակապ է դրված 1.5 միլիոն երազների վրա ուզում ես իմանալ զոհերի ճշգրիտ թիվը դժվար չէ մաղիր անապատի ավազը ցանցի վրա ինչպես ձկնորս հաշվիր ահաբեկված աչքերի թիվը ու բաժանիր երկուսի քեզ հետաքրքրում է նրանց երազների մանրամասները հոգ չէ դիր ականջդ ավազի վրա ու ինչպես կամերային նվագախումբ կհնչի բազմամիլիոն ոսկրե շվիների երգը անընդմեջ կնվագեն շվիները ու ավազի վրա կորորվեն 1.5 միլիոն ուժվականներ դեղին անատամ ժպիտներով մինչև հեռվից լսվի առաջին ոտնաձայնը գիտես այստեղ անապատում ուրվականները չեն հավատում մարդկանց Ողջույն, քույրեր իմ անապատի հարսներ, բարեողջույն, մի էկ պոետ շերեփով խառնում է դերձորի հնոցը դժոխային ու հառնում են լուսավոր ձեր դեմքերը անթափանց ծխի միջից հաջորդաբար, օգնիր ինձ մուսա անապատի, առանց քեզ չեմ կարող հանգավորել ոսկրերի շխշխկոցը անհամաչափ մինչև իսկ քամու սվսվոցը ընդունակ երկանալու մեկ ուրիշ տեղ լսիր կարևոր է պատմությունն իմ թաղված լռության մեջ Աստծուց էլ մեծ այստեղ ավազի մեջ վատնված ինչպես արծվի սերմը քարի վրա սպասում է իր ծաղկունքի ժամին սերմը ամենայն կատարյալի կարող ես լսել պատմությունն իմ դու անհոգ հեմված սիրելիիդ առանց հաշվելու հանգերը կրկնվող տողերիս հետ ու առաջ քամին է ուսուցիչն իմ ու ցավը երկուսն էլ հակված կրկնվելու լսիր Պարտավոր ես, քանզի ես եմ դերձորի վերջին հարսը, քողս ավազե փոշեմրրիկ, վազում եմ քաշելով անապատը հավելումի նման հարսնաշորից։ Այդ ես եմ մազապուրց փախչողը կապկապող ծնկներով, ավազներում, առնոտ հարսնակողով ուրվականը ձեր երազների մղձավանջում։ Թող ոչ մի կույս չհարսնանա ինձնից հետո, ես եմ դերձորի վերջին հարսը, կույսը ընդհատված յաթաղանով շատախոս ծնոտներով, անասելի ծնկներով խրվածը ավազի մեջ, բայց ես այդպիսին չէի միշտ, ջրահարս էի ես առաջ նախշուն պոչով, ծովից ծով ձգվող Հայաստանում, ընդհուպ մինչև լուսաբացը չարաբաստիկ, երբ թափեցի թեփուկներս ու հայտնվեցի բոցակեզ դժոխքում անապատի անթափանց գուլպաներով գաղթականի։ Ես կույսն եմ, հարճն եմ ու ծառան կավատ անապատի, կնավաճառ ուրվականը նրանց ու պոետը ու մարմինը չլողաց ջրի վրա, չոցվեց արևով և կամ ծաղկահոտ մյուրոնով առատորեն, հիրավի Երանի հարսներին,
դերատի աղջիկներին ջրաշուշան, որ սինխրոն, ինչպես պարուհիներ, ձերք ձերքի ցատկեցին Եփրատի մեջ, խառնելով փեշերի ծաղիկները փայլուն փրփուրին ծիծաղաշատ։ Նրանց, որ բնազդով օրորեցին վարդոց սրունքները արևի տակ լցնելով ստինքները առատորեն կատնագույն լույսով ցայգալույսի, նրանց, որ ծփացին ալիքի հետ ու հետո միայն անշարժացան անթափանց աչքերով, ինչպես նկար լուծված գույներով ջրաներքի։ Օգնիր ինձ Մուսա անապատի, ես ուզում եմ երգել նրանց համար, փշոտած վարսերով նրանց, ովքեր սողացին մինչև մահը առնած ծնկներով արևի տակ ու փոշոտ շուրթերով դեռմպում են դեղին խավարը ավազների։ Տարանինա, տարանինա, երանի անուշի, վուշ-վուշ, հարսանիքի համար առանց հարսի, երանի գիքորին ջերմող տեսիլքի համար զառանցողի, ցնորքներ չի բերում աչքերին, անտաղանդ արևը անապատի, սոսկ միրաժ, ալեկոծ կույսեր խելակորույս, հերարցակ, վազող կույսերի խելակորույս և ինչպես Քրիստոսի ձկները անվերջ բազմապատկվող յաթաղաններ դեղին հայելու մեջ տափաստանի։ Փշերը հիշում են, հարցրու կարող են և հուշել, եթե լսես, պարզապես դժվար է ուշք դնել ականջով հենվելը նրանց վրա։ Դե ուրեմն ով պատմի, եթե ոչ ես, վերջին հույսը, վերջին վկան, վերջին պոետը անապատի, ես կույսն եմ, հարճն եմ ու ծառան կավատ անապատի կնավաճառ, երանի նրանց, ում ծնկները չեն բացվել ահից յաթաղանի, ես եմ դերձորի վերջին հարսը, միակ խմբավարը անդրաշխարի, քամիները փչում են ու անվերջ շրջում ամեն ինչ գլխի վրա, ես եմ գլխի վայր չափ տվողը 1.5 միլիոնին անդրաշխարում, ճերմակ ֆրակով ուրվականը, ձեր երազների բղծավանջում, փայտիկը շարժվում է ավազի տակ, Աստված նայում է ու չի տեսնում, զառամյալ ծերը կատարակտով, նա, ով խոսում է դժոխքից, կարող է հայհոյել նաև Աստծուն։ Լսեք, ես վերջին վկան եմ, վերջին հայացքը անապատի, ես տեսել եմ երկինք այն ապրիլին, հանց սարսափած մայր իր աստղերի հետ ու իր լուսնի պիր կլոր ու մեծ, ինչպես որովայնը մեռնող մանկան, ես տեսել եմ կիրքը վայրենի սուլթանի կարմիր աչքերի մեջ և տատասկը նրա երակների։ Ուշադիր լսեք ինձ, քանզի ես էպոսի կույսն եմ հավերժական, իմ անկումն է կնոջ գենի, արևելքի գենի և արևմուտքի պարտությունն իմ պարտությունն է անմեղության, իմ վերջն է տիեզերքի, բոլոր սկիզբների երկնքի տակ, ես ուրվականն եմ հավաքական բոլոր կույսերի ավազի տակ, ազդրերս փոշի են հավաքել 100 տարի սերմի փոխարեն սիրեցյալի, ես հարճն եմ անպտուղ անապատի, կոնքերիս մեջ տատասկ ու հող, փեշերս սոսկ հուշ են հավաքել 100 տարի, երկու տեսակ փուշ կա անապատում, մեկը կծում է ոտքերդ, մյուսը հիշողությունդ ու մնացածը։ Ես վերջին ժամապահն եմ անապատի, ժամանակն ավարտվում է կոպերիս տակ, ես ավազի ժամացույցն եմ բարակ մեջքով, ժամանակն ուրիշ է այստեղ, այն սորում է դեղին, ինչպես ավազ, փայլեցրած ձաքարներով կոկորդների, պահելով ոսկրե սլակները մահվան ժամի վրա հավերժորեն։ Ես վերջին հարսն եմ դերձորի,
Վերջին գիտակ անապատի, իզորու գտնել փակ աչքերով դժողքի ճանապարհը ավազներում։ Ուրեմն ուրիշ ով, եթե ոչ ես կպատմեր պատմությունն այս ավելի լավ, ու եթե քեզ չի հուզում չկանալը 1.5 միլիոնի ավազի տակ, ապա դու ինչ տեսակ մարդ ես, ինչ տեսակ մարդ ես դու իրականում։ Դե լսիր պատմությունս, հույսս դու ես, աշխարհը թմրած է, Աստված ծեր, նա ով խոսում է դժողքից, կարող է հայհոյել նաև Աստծուն։ Լսում ես, գալիս է ոռնալով, քամին վերադառնում է հանցանքի վայր խառնելու ողջը կրկին անգամ։ Լսում եք, այդ ես եմ ճչացողը փշոտ գանգուրներով քեչակալած, այդ ես եմ մազապուրծ փախչող կույսը ձեր երազների մղձավանջում։ Լսիր, լսում ես, ավարտում եմ, ամփոփում եմ դարը քարյակի մեջ։ Երկու տեսակ քամի կա անապատում, մեկը փչում է հյուսիսից ու շարժում ոսկրերը ավազի մեջ, մյուսը փչում է հարավից ու շարժում ավազը ոսկրերի մեջ։ Օգնիր ինձ Մուսա, չես տեսնում, երգեր չեն դառնում փոշիներում խեղդված ճիչերը անվերջորեն, առասպել չի դառնում անչափելի ոսկրերի մեդուզան ավազի մեջ։